Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախի ժողովրդակրությունը, տնտեսությունը եւ գրթությունը, Աշոտ Հարությունյան։ Հայերու թեմ իրականացված ցեղասպանութենեն 110 տարի անց նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորնիի հին նորվեգերեն օրակրերը թարգմանվեցան եւ հրադարակվեցան գիրքի ձևով։ Կահիրեի մեջ լույս տեսած է Բերջ Տերզյանի «Գարելի է արևմտահայերենը փրկել այսօրվան ցավալի վիճակեն» խորագրով 44 էջանի գրքույկը։ Մերժված են արցախցիներու բնակարանային ապահովման ծրագրին ամենակարևոր առաջարկները։ Ադրբեջանի գրագոցներուն Արևելյան Հայաստանի իշխանությունները չեն արձագանքեր։ Դիկրան Աբրահամյան։ Արցախի եկեղեցիները ոչնչացվին կամ գխեղաթյուրվին։ Արցախի թեմի առաջնորդը հանդիպեցավ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հիմնադրամի կոլեջի դասախոսական գազմին հետ։ Հայկական այբուբենի հետքեր Բոլիվիո մեջ։ 2014-ին Արցախի բնակչությունը շուրջ 150,890 էր, 2023-ին թիվը նվազեցավ մինչև մոտ 100,617։ Դարածքի 36%-ը անդարածածկ էր մանավանդ Մարտակերտ, Մայրափերտ, Դիզակ եւ Շուշի։ Բտղադու այգիները կգազմեին մոտ 4,950 հեկտար։ Տնտեսության մեջ ներգրաված էր շուրջ 50,000 մարդ։ Գային մետաղական եւ ոչ մետաղական հանքեր։ Կրթության ոլորտին մեջ կգործեին 219 դպրոց։ Շուրջ 20,900 աշակերտ, 4,940 ուսուցիչներով։ Գային նաև 9 ավագ ուսումնական հաստատություն, 4,677 ուսանողներով։ Նորվեգիայի արտգործ նախարարի աջակցությամբ թարգմանվեցան եւ հրադարակվեցան նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորնիի հին նորվեգերեն օրակրերը հայրու ցեղասպանութենեն 110 տարի անց։ Ագանադեսի հուշեր խորագրով գիրքի շնորհանդեսը գայացավ ցեղասպանության թանգարանին մեջ նորվեգ տեսփանի հյուբադոսի եւ բադմապաններու ներկայությամբ։ Ներկայացվեցավ նաեւ փաստագրելով հանցագործությունը ցուցադրությունը Բյորնիի անձնական իրերով։ Թանգարանի դնորեն Էդիտա Գզոյան նշեց, թե Բյորնիի կյանքը վկայություն է խիզախության եւ փարոյական դոգունության։ 2025-ին Կահիրեի մեջ լույս տեսած է Բերջ Տերզյանի «Գարելի է արևմտահայերենը փրկել այսօրվան ցավալի վիճակեն» խորագրով գրքույկը։ Հեղինակը կմտահոգվի արևմտահայերենի վիճակով, կմատնանշե համասկային ծրագիրներու եւ ուսուցչական կենտրոններու բացակայությունը, կշեշտե ուսուցիչներու թերը եւ կառաջարկե տարիքային խումբերու համար հարմարեցված ծրագիրներ։ Գրքույկի մեջ ընդգրկված է նաև Տերզյանի զեկուցումը Եգիպտոսի մեջ հայեցի դաստիարակության մասին։ Արևելյան կառավարությունը առաջիկա օրերում պատրաստ է քննարկելու բնակարանային ծրագրի նոր կետեր։ Արցախցիներուն աջակցության ծրագիրը երկարացված է 2 ամսով։ Սոցիալական այլ առաջարկներուն կառավարությունը դեռ չէ արձագանքած։ Իսկ զբաղվածության ծրագիրներու քննարկումները թանթաղ կընթանան դեղեցություններու պակասի պատճառով։ Արցախի նախագահի նախկին խորհրդական Դիկրան Աբրահամյան Սյունիքի բնակիչներու հետ զրույցներու հիման վրա անդրադարձած է անվտանգության մտահոգիչ խնդիրներուն։ Թեև կան նաև ենթակառուցվածքներու եւ գյուղատնտեսության հարցեր, անվտանգությունը կմնա առաջնահերթ։ Ժողովուրդը կարժևոր է իրավիճակը իր փորձով եւ ամեն օր կտեսնի Ադրբեջանի գրագոցներն ու սպառնալիքները, իսկ իշխանությունները, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կպատասխանեն լրությամբ եւ անկործությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու միջազգային կրոնական ազատություններու հանձնախումբի լսումները Ադրբեջանի մեջ կրոնական ազատություններու խախտումներուն մասին էին։ Քննարկվեցավ նաև Արցախի հայկական կրոնական ժառանգության ոչնչացումը եւ յուրացումը։ Հանձնախումբի նախագահ Շնեկ ընդգծեց, որ Ադրբեջանի սահմանափակող օրենքները եւ pedagogan վերահսկողությունը մտահոգիչ են, իսկ հայկական հուշարձանները ենթարկված են վանդալիզմի կամ վերանվանման։ Ֆորում 18-ի խմբակիրը Ադրբեջանը կոչեց բռնապետություն, շեշտելով հայերուն հանդեպ դաժան վերաբերմունքը եւ կրոնական հալածանքը։ Հուսիկ Ղուլյանը հաղորդեց, որ արբանյակային տվյալներով ոչնչացած են առնվազն 14 հայկական վայրեր։ Հանձնախումբի ներկայացուցիչը գոչ ուղեց պատժամիջոցներու, քանի դեռ Ադրբեջան չէ փոխած իր քաղաքականությունը։ Հայատապված Արցախը կգանչե իր զավակները եւ շատեր պատրաստ են վերադառնալ։ Դունթարցը հնարավոր է միայն համախմբումով, իսկ այս գործընթացին մեջ մեծ է հայ արաքելական եկեղեցու Արցախի թեմի թերը։ Գերաշնորհ Տեր Վրտանես եպիսկոպոս Աբրահամյանը սկսած է հանդիպումներ pedagogan եւ գրթական հաստատություններու հետ։ Հունիս 3-ին ան հանդիպեցավ Շուշիի տեխնոլոգիական կոլեջի անձնագազմին։ Նման հանդիպումներ արդեն կայացած են Արցախի կառավարության եւ համալսարաններու հետ։ Սրբազանը շեշտեց արցախցիներու միասնության եւ գրթամշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը։
Բոլիվիո մեջ 5500 դարվան հնություն ունեցող Գավե անոթի վրա հայտնաբերված են նշաններ, որոնք կնմանին հայերեն այբուբենի դարերուն։ Փորագրված են նաև խաչեր։ Այս կդածոն հայագիտության մեջ նոր հարցեր կբարձրացնե հայկական քիրի եւ մշակույթի հնագույն արմատներուն վերաբերյալ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։